Այս բարձր ժայռից հոսող ջրվեժը անծանոթները կամ զբոսաշրջիկները կարող են շփոթել լեռնային աղբյուրի հետ, սակայն հատկապես ամռանը տհաճ հոտի պատճառով յուրաքանչյուրն էլ կհասկանա, որ այն կոյուղաջուր է։ Սարահարթ թաղամասի 75 բազմաբնակարան շենքերի կոյուղաջրերը Էնգելս թաղամասով առանց մաքրման ենթարկվելու անարգել թափվում են գետը։ Դեպետն է լցվում նաև այլ քաղաքների կոյուղաջրերը։ Այսպիսով յուրաքանչյուր ամիս գետը արտանետվում մեխանիկական, կենսաբանական ու քիմիական մաքրման չենթարկված 56500 խորանարդ մետր կեղտաջուր, այնինչ մինչ երկրաշարժը դեպետի գետավազանի գրեթե բոլոր քաղաքներն ունեցել են ջրահեռացման համակարգեր ու կեղտաջրերի մաքրման կայաններ։ Լոռու տարածաշրջանում գործել են 5 կենսաբանական և 5 սպեցիֆիկ մաքրման կայաններ։ Ալավերդու կոյուղու մաքրման կայանը, որն իր օրական 20,000 մետր խորանարդ մաքրման հզորությամբ եղել է Երկրորդ հանրապետությունում, չի գործում արդեն 15 տարի։ 1990 թվականից սկսած մի քանի տարի հոսանքի, քլորի ու այլ նյութերի բացակայության պատճառով կայանը գործել է միայն մեխանիկական մաքրումով։ Ֆիզիկական ու բարոյական մաշվածության պատճառով այժմ դա էլ չի գործում։ Միայն մեխանիկականը հնարավոր է աշխատեցնել եթե կոյուղաջրերը մինչև մաքրման կայան, կոյուղաջրերը մինչև մաքրման կոյուղը կառուցվել է մետաղ ագրեսիվ, այդ ագրեսիվ միջավայրում աշխատելու հետևանքով քայքայվել է, բացի այդ տարիների քայքայումն էլ դրան է գումարվել, մոտավորապես մի 150 մետր երկարությամբ հատված, քայքայվել ուղղակի ընկել է դեպետ գետը։ Բացի դա անհրաժեշտ է նաև Սարահարթ թաղամասի ջրահեռացման համակարգը միացվի էլի մաքրման կայանին, չափազանց մեծ ծավալի աշխատանք, այդքան խողովակաշար կառուցելը, այդքան դժվարամատչելի վայրում։ Արդյունքում բնակավայրերի կեղտաջրերը կոլեկտորներով առանց մաքրման տարբեր տեղերից թափվում են ջրային բածավազաններ, աղտոտելով շրջակա միջավայրը, ստեղծելով համաճարակային հիվանդությունների վտանգ։ Այնինչ ամռանը գրեթե ամեն օր այստեղ երեխաներ են լողանում։ Ալավերդու գլխավոր համաճարակաբան Ժաննա Բեդյանը նշում է, որ պարբերաբար մանրէաբանական ու քիմիական ստուգումներ են անցկացվում։ Խոլերայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն սահմանված ցուցանիշներից շեղումներ կան։ Այդ պատճառով էլ գետում լողանալն արգելվում է։ Երբ որ մենք ունենանք, ասենք, թե կոյուղի վրան սարքած եւ տեղ լինի բացիլակեր ապրող կամ հիվանդ, եւ դա կեղտոտի ջուր եւ այդ վատ պաթոգենություն կլինի, բայց հիմա ուղղակի ցուցանիշներով, ասենք, չի համապատասխանում, բայց պաթոգենություն չկա։ Չնայած մաքրման կայանի չգործելը շատ վատ է մեր քաղաքի համար, հիմնական որտեղ քաղաքի կոլեկտորները միացրած, ոչ լրիվ իհարկե, բայց իր մաքրման աշխատանքներ գնում են, բայց հիմա Հայաստանը ոչ միտեղ մաքրման կայան չի գործում, դա մեր մեծ ցավն է։ Մասնագետները նշում են, որ դեպետ գետի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելիս նույնպես կարող է վնասակար ազդեցություն ունենալ, վարակի աղբյուր հանդիսանալով գյուղմթերքների միջոցով։ Հայ ջրմուղ կոյուղի ընկերության Ալավերդու տեղամասի ներկայացուցիչը նշում է, որ իրենց կազմակերպությունը նման կայաններ կառուցելու կամ վերակառուցելու հնարավորություն չունի։ Դրանք մեծ ծախսեր են պահանջում եւ խնդիրը պետք է լուծվի կառավարական մակարդակով, հարևան պետությունների հետ համատեղ։